Պատգամավորական խմբակցության անունից ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջուրյանին։ Հարգելի գործընկերներ, քննարկում ենք Հովիկ Աղազյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Ես չեմ տրվի գայթակղությանը եւ չեմ խոսի գործի բուն դրվագների մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր խմբակցությունը առայժմ չունի որոշում եւ որոշումը կկայացվի, դրա մասին բոլորդ կիմանաք, բայց ես անպայման կուզենամ խոսել քաղաքական բովանդակության մասին, որ այստեղ երեկվանից հնչում է։ Մասնավորապես թե պարոն Աղազարյանը, թե ընդդիմությունը, որը լծվել է պարոն Աղազարյանի պաշտպանությանը, սա մի տեսակ հիշեցնում է Դաշնակցության եւ պարոն Աղազարյանի հարաբերությունները մի տեսակ հիշեցնում են այն լատինաամերիկյան սերիալներ կային։ Այդ լատինաամերիկյան սերիալների բանն դրամատիկ բաներն են։ Նստեք, ստրկուի իզարուան չէր, բայց ձեր մտքով պաստորեն ստրկության հետ կապված բան անցավ մի անգամից։ Պարոն Մանուկյան, դուք նստեք ձեզ անդրադառնալու եմ դեռ։ Նստեք։ Գնում եք։ Մի գնացեք, մի վախենում եք, պարոն Մանուկյան։ Վախենում եք, հետ եկեք նստեք։ Դե նստեք, մի վախեցեք։ Պարոն Մանուկյան, բա այդքա խիզախ դաշնակցականը կփախնի տես մի անգամից։ Նստեք, ձեր մասին անդրադառնալու եմ։ Հարգելի գործընկերներ, պարոն Աղազարյան, ասում եք, որ ձեզ ենթարկում են քաղաքական հետապնդման, ասում եք, որ ճնշումներ են գործադրում, ասում եք ճնշման, ասում եք, որ Հայաստանում ըստ էության ավտորիտարիզմ է բանանում, ձևավորվում եւ այլն։ Պարոն Աղազարյան, եկեք նայեք փաստերին։ Դուք ուրեմն հրաժարվել եք կատարել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հորդորը, հրաժարվել եք դնել ձեր պատգամավորական մանդատը, դրանից հետո ակտիվորեն իրացրել եք ազատ խոսքի ձեր իրավունքը ժողովրդավարական երկրում, հետո հիմնադրել եք կուսակցության համագումար եք արել եւ հիմա մտել եք քաղաքական պայքարի մեջ ու հայտարարում եք, որ դուք մասնակցելու եք քաղաքական գործընթացներին եւ թույլ չեք տալու, որ կառավարությունը ներկա իշխանությունը վերարտադրվի։ Սա ավտորիտարիզմ է։ Սա դասական ժողովրդավարություն է։ Բա բռնապետության մեջ տենց է լինում։ Եկեք մի պահ պատկերացնենք, պարոն Աղազարյան, որ դուք պատգամավոր եք ձեզ այդքան ջերմեռանդ պաշտպանող Դաշնակցության եւ ընդդիմության շեֆի իշխանության տարիներին, Ռոբերտ Քոչարյանի, ասենք դուք պատգամավոր եք 2003 թվականին, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ Ինչ տեղի կունենար ձեզ հետ, եթե դուք օրինակ հանկարծ ձեզ ասվեր, որ դուք պիտի ձեր մանդատից հրաժարվեք եւ դուք հանկարծ համարձակվեիք մի հատ դժգոհության նշույլներ անգամ ցույց տալ։ Պարոն Դանիելյան, մի խանգարեք, իմ ժամանակը կվերականգնեք։ Սա դասական ժողովրդավարություն է, պարոն Աղազարյան։ Այն ինչը որ դուք այն պայմանները, որում որ դուք այսօր ունեք պաշտպանվելու բոլոր իրավունքները, դասական ժողովրդավարություն է, պարոն Աղազարյան, ոչ թե ավտորիտարիզմ։ Եվ այդ դասական ժողովրդավարության համար, եթե որևէ անձ կա, որին դուք ամենաշատը պիտի պարտական լինեք, այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, որին դուք ասում եք, որ իրեն ճանաչելուց հետո նոր սկսել եք հավատալ Քրիստոսին։ Ուրիշ բան։ Պարոն Ռուստամյան, ձեզ էլ եմ ուզում հարց, դուք ինչ եք կարծում, ինչ կլիներ որևէ պատգամավորի հետ, եթե հանկարծ 2003 թվականին այդ մարդուն ասեին մանդատից հրաժարվի եւ ինքը չհրաժարվեր։ Մոտակա ռեստորաններից մեկի զուգարանում որքան ժամանակ հետո եւ հատկապես ինչ տեղի կունենար այդ պաշտոնյայի հետ, պարոն Ռուստամյան, դա էր ավտորիտարիզմը։ Ավտորիտարիզմը ոչ թե ավտորիտարիզմից եք խոսում։ Եկեք մի հատ խոսանք ավտորիտարիզմից, էլի։ Դուք ձեր խմբակցության պատգամավորին, որը վատ բան չէր արել, ընդհանրապես ազգային ժողովի նախագահի հետ գնացել էր գործուղման ու նկարվել էր։ Այդ մարդուն այնքան հետապնդեցիք, վերջում այդ մարդը հիմա ձեր խմբակցության անդամ չի։ Այն բանի համար, որ ընդհանրապես իր աշխատանքն էր կատարել։ Էս է ավտորիտարիզմը։
Դուք լսեք, խոսում եք մանդատից հրաժարվելու մասին եւ դա բան եք անում, ավտորիտարիզմ եք ներկայացնում։ Այդ ո՞նց եղավ, որ Լևոնք, որպեսի ձեր շեֆի որդին դառնա ազգային ժողովի падգամավոր, միանգամից 3 հոգի падգամավորական ցուցակում հրաժարվեցին իրենց մանդատից։ Այսինքն դուք դա էլ է, չէ, իրենք մանդատ են ստացել, 3 հոգի, 1 հոգի չէ։ 3 հոգի իրանց մանդատից հերթով հրաժարվում է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին դառնա падգամավոր, ինչի, որովհետև Լևոն Քոչարյանը այդպես շատ օրենսդրական ջիղ ուներ, որովհետև Լևոն Քոչարյանը շատ լավ է տիրապետում նորմատիվ իրավական ակտերի դիսպոզիցիաներին եւ իրավական կոլիզիաների ողջ ներկապնակին եւ հիմա այստեղ օրենսդրական ակտիվ գործունեություն է ծավալում, դրա համար է պարոն Ռուստամյան 3 հոգի ձեր մոտից մանդատից հրաժարվեց, որ Լևոն Քոչարյանը դառնա падգամավոր, բայց դա է ավտորիտարիզմը, այդ ձեր ցավը տանեմ։ Ընդ որում այնտեղ ոչ SMS կա, ոչ վարչության որոշում կա, ոչ բան կա, ասվել է, արվել է։ Դուք եկել եք ընդդիմադիր ավտորիտարիզմի փառահեղ դրսևորում եք դուք, կենթանի հուշարձանն եք դուք ավտորիտարիզմի բանն եք, գրիմ արված դեմքն եք, բայց մեկ-մեկ ինչպես որ իրական կյանքում դեմքն ենքան այլանդակ է, որ նույնիսկ գրիմը չի կարող կոծկել տգեղությունը, ձերն է այդ ավտորիտարիզմն է, բայց այդ եք դուք, եկել եք խոսում եք ավտորիտարիզմից, տեսել եք, մի հատ այս օրերին բան է, թիմ ընտրությունների քարոզարշավ կա, այնտեղ տեխնացուներ կան, որ բանը լափառոշ բերանները մինչև Բագրատաշենի անցակետ բացել են, բայց ձեր ժամանակ կարար տես բան լիներ, ձեր ժամանակ ցույց տվեք մի հատ թիմ, մի հատ քաղաքապետի, մի հատ ընդդիմադիր քաղաքապետ ցույց տվեք Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, ընդդիմադիր քաղաքապետ ցույց տվեք, պարոն Ռուստամյան, մի այսահարվեք, պարոն Ռուստամյան, մի դիվահարվեք, հանգստացեք պարոն Ռուստամյան, ես դեռ չեմ ավարտել, պարոն Ռուստամյան, որքան խոսակ ենք հարգելի գործընկերներ, մի րոպե, Լրություն դահլիճում, հանգիստ, լրություն հարգելի, բա գիտեք տենց հեշտ է խոսալու, այդ պատասխան չի հնչելու, դուք տեսել եք, եկեք, ձեր մասին է, պարոն Մինասյան, նստեք, պարոն Ռուստամյանը, հարցերը որ դες տալիս են, նրա համար չի որ պատասխանը, կգաք ապրեք, բոլորդ եկաք, նույնիսկ Գեղամ Մանուկյանն եկավ, պարոն Մանուկյան, տեսեք, որ ասում էի չգնաք, հարգելի գործընկերներ, պարոն Մանուկյան, ավտորիտարիզմի, ձեզ հատկապես ես դրվագով եմ ուզում դիմել, ավտորիտարիզմի մասին եք խոսում, այդ ընկել եք սրբազանների հետևից, հենց ձեր սրբազաններից մեկը, որ համարձակվել էր երկիր մեդիայով, ձեզ պատկանող լրատվամիջոցներով Ռոբերտ Քոչարյանի մասին մի հատ թարս բան ասել, խի եթեր չեք տվել, գնացել էր հարցազրույց, ասում է ես գնացի Ռոբերտ Քոչարյանին քննադատեցի եւ ինձ եթեր չտվեցին, ընկել եք սրբազանների հետևից, պարոն Մանուկյան, հա? Ինչ եք արել, սրբազանի սուրբ հարցազրույցը պահանջում եմ հրապարակել։ Էսա, բանը, խոսում են ավտորիտարիզմի մասին։ Թիմ ընտրություններում դուք ասում եմ մի հատ ընդդիմադիր քաղաքապետ ունեցել եք, դուք ասֆալտին չէիք, փռի։ Ասֆալտը իրանց վրա կփռեիք, հետո այդ ասֆալտի վրա կկանգնեիք, կճամարտակեիք ժողովրդավարության մասին։ Ֆեմիդայի տեղն են իրանց դրել, եկել են այստեղ խոսում են ժողովրդավարության, բաների եւ այլնի մասին։ Ասում է բռնապետություն, ի՞նչ բռնապետություն։ Սենց բռնապետություն եք տեսել, հարգելի գործընկերներ։ Պարոն Մինասյան, ասում եք դասական բռնապետություն։ Հələ տեսեք ուր ենք հասել։ Դուք այստեղ դասական բռնապետությունը հիմնավորելու համար ասում եք Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներողություն խնդրել։ Հələ մի հատ նայեք բևեռը, Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներողություն խնդրել, սա բռնապետության մի օրինակ է եւ օրենքի ոտնահարման եւ ասպատակության եւ հոկտեմբերի 27։ Մտնում են ազգային ժողով, գնդակահարում են պետության քաղաքական ղեկավարությանը, դա մնում է չբացահայտված, եւ մյուս կողմում Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներողություն խնդրել, կամ որևէ մեկը հրաժարվել է ներողություն խնդրել։ Մի հատ նայեք մարտի 1-ը, բանը եւ այլն, ինչ քաղաքական հետապնդման մասին է, ժողովուրդ ջան, այս ինչ հեքիաթի մեջ եք դուք ապրում։ Ձեզ թվում է թե դուք մենակ սենյակում իրար հետ խոսում, ծիծաղում եք։ Պարոն Մանուկյան, հարցից պատասխանեք, խի եք սրբազանի հարցազրույցը բանարել։ Խի եք սրբազանի։ Սրբազանի հարցազրույցն ուր է։ Ուր է սրբազանի հարցազրույցը։ Ընկել եք սրբազանների հետևից։ Լրություն դալիճ։ Բոլոր սրբությունները ոտնատակ եք անում։ Ո՞նց եք սրբազանների հետևից անում։ Բացես բան կլինի։ Հե՞։ Ինչ, պարոն Դանիելյան, ինչ կա չկա։ Ոսկեպարի եկեղեցին ուր է, պարոն Դանիելյան։ Ուր է, երբ որ գալիս էիք ստում էիք, ստեղ,
Երբ որ գալիս եք ստում էիք, որ ոսկեպարի եկեղեցին մնում է Ադրբեջանում, ուրա մարդկանց երբ որ խափում էիք, երբ որ մարդկանց խափում էիք, որ ոսկեպարի եկեղեցին մնալու է Ադրբեջանում, ոսկեպարի եկեղեցին ուրա, ոսկեպարի եկեղեցին ուրա, պարոն Դանելյան, դա դաջված է մնալու ձեր ճակատին, որը դուք մշտապես փորձել եք այս հանրությանը մոբիլիզացնել, խաղալ մարդկանց հույզերի հետ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չունենա սահմանազատված սահման, որպեսզի ձեր սիրելի 004 շրջաբերականի դրույթները ի կատարածվեն, էս եք դուք։ Հիմա էլ եկել եք Հովիկ Աղազյանին փորձում եք բան անել։ Պարոն Աղազյան, խանգարում եք, հեսա վերականգնելու եմ ժամանակը ամբողջությամբ։ Իմ ժամանակը կվերականգնեմ։ Այո, բա տեղից որ հերթով բոլորով խոսում եք, բա վերականգնելու եմ, վերականգնեք պարոն Կոնջերյանի ժամանակը ամբողջությամբ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան։ Վերականգնեք ժամանակը։ Շատ շնորհակալ։ Վերականգնեք ժամանակը ասում եմ։ Շնորհակալություն, շարունակեք պարոն Կոնջերյան, լրություն դահլիճում։ Ես հարգելի գործընկերներ, կարող եմ ժամերով սա շարունակել, եթե շարունակեք խոսել, այնպես որ լռեք։ Պարոն Աղազյան, կյանքում կրակ արած կաք, հիշում եք, չէ, երբ որ կրակը երբեմն չի կպնում, ինչ են անում։ Կրակը մեկ որ չի կպնում, հիշում եք, չէ, ինչ են անում։ Նա տաշեղ են գտնում, որ այդ տաշեղով կրակը բոցավառվի։ Արած կլինեք երևի։ Այ հիմա դուք այս ժողովրդի համար ընդհանրապես տաշեղ եք, որ ուզում են այդ կրակի մեջ մտցնեն, որ այդ կրակը բոցավառվի։ Այդ կրակն էլ ինչ կրակ է, այդ այն կրակն է, որով որ իրանք ուզում են Հայաստանը եւ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը ու պետականությունը հրդեհել։ Որի իդեպ պաշտպանությամբ բոլորի վերջերս դուք ոչ վաղանցյալում զբաղվում էիք։ Եվ որ քննադատում եք Նիկոլ Փաշինյանին, թե Նիկոլ Փաշինյանը փոխվել է։ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իրական Հայաստանի գաղափարախոսության ամենաջերմերանտ պաշտպանն էիք ընդամենը ամիսներ առաջ։ Ես միայն մի դրվագ հիշեմ, որ այս ամբիոնից ասում էիք, Հովիկ Աղազյան հիշում եք ինչ էր ասում էր, երբ որ ես փոքր էի, Կիլիկիայի մասին երգ էի լսում, լացում էի։ Հետո երբ որ մեծացա, հասկացա, բայց Կիլիկյան ինչ է, խեմ Կիլիկիայի համար լացում, եւ ինքը Եվ դաշնակցությունը ձեզ ուզում էր քարատել այդ արտահայտությունների համար։ Եվ դուք դա ասում էիք, որ պաշտպանեիք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այն գաղափարախոսությունը, որը առաջնորդում է Նիկոլ Փաշինյանը, որին դուք այսօր ասում եք, թե ինքը ավտորիտար է, որը պատասխանատու է այն միջավայրի համար, որ դուք այսօր այսքան ազատություններից եք օգտվում։ Եվ ես նորից ասում եմ, հələ մի հատ պատկերացրեք, դուք 2003 թվականին եք падգամավոր։ Եվ այս ամեն ինչը անում եք։ Ինչ կլիներ ձեզ հետ ամենամոտակա ռեստորաններից մեկի զուգարանում եւ ինչքան արագ դա կլիներ։ Ուղղակի սրա մասին մտածեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Կոնջերյան, բայց այլընտրանք չեք թողնում։ Տեսեք, եթե անընդմեջ, երբ որ բանախոսը ամբիոնի մոտ է, դուք ընդեղից գոռում եք, պարոն Մանուկյանը դրա չեմպիոնն է ընդհանուր առմամբ, գոռում եք, խանգարում եք, մարդուն չեք թողնում խոսել, չէ, հարցը տալիս է դա հեռատորական հարց, դուք առաջի անգամ եք, հա, պարլամենտում, երթադրում եմ, որ առաջի անգամ եք պարլամենտում, որտեղ սենց ազատ պարլամենտ երբևիցե չի եղել, պետք չի, խոսելու տեղը ստեղ է, սրանից հետո, եթե ընդհատվեց բանախոսի ելույթը տեղից, ես իմիջալից երկու կողմին է վերաբերվում դա։ Եթե մեր բանա, ոնչա, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ընդհատվեց նաև ընդդիմադիր գործընկերոջ ելույթը, ես վերականգնելու եմ ժամանակ։ 0-ից, այո։ Տեսնում եք ինչ արդար արժե նախագահ ունեք։ Շնորհակալ եմ, շարունակում ենք։ Հաջորդիվ եզրափակիչ ելույթների ժամանակն է, պարոն Աղազարյան, համեցեք, մինչև 20 րոպե, չընդհատեք, որ 20 րոպեն չվերականգնեմ պարոն Աղազարյանի։ Սիսակ Գաբրելյան։ Շնորհակալ եմ, հարցս ուղղում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ, եթե անհրաժեշտություն դիտարկում մի փոքր նաև անեմ, իմ մոտ տպավորություն է, շարունակել եմ նաև գործընկերոջս էլի խոսքը, որ մեր ընդդիմության տրամաբանությամբ ստացվում է, որ Ալիևը հայ ժողովրդի ամենամեծ, այսպես ասած, պաշտպանն է, որտեղ նոր էլ վերջին հարցադրումը ինչ էր ասում, ինչ ասել է Ալիևը, բերե ներառել եք այս փաստաթղթում, ու ձեր ոչ մի բան չի ներառվել այդ փաստաթղթում, մինչդեռ մենք տեսնում ենք process, որ այդ ստորագրման գործընթացը ըստ էության մեր կողմից հայտարարում է, որ պատրաստ ենք հենց հիմա ստորագրենք, Ալիևի կողմից մինչև այս բա այդ համաձայնությունը չկա։
Եվ երկրորդ տպավորությունը, որ ինձ մոտ ստեղծվել է, որ մեր ընդդիմությունը կարծում է, որ այս բանակցությունները ինչ որ զիջման մասին են, այսինքն հայ ժողովուրդը ձեզ մանդատ է տվել գնալ Ադրբեջանից ինչ որ զիջում պահանջել կամ զիջում կորզել։ Իմ տպավորությամբ ձեր առաքելությունը, ձեր մանդատը Հայաստանամիսան 29743 կիլոմետրն է, ինքնիշխանությունն է եւ խաղաղությունը։ Այս կոնտեքստում բան վարչապետ, բայց շատ է խոսվում, ես կարծում եմ հասկանում եմ, որ չեք կարող նաեւ որոշակի մանրամասնել, բայց գոնե ընդհանրական սկզբունքային մակարդակով կարող եք ասել լավ այդ պայմանագրում են մի քանի կետերը արդեն կարելի ասել ամբողջական ձևակերպամբ բոլորը գիտեն, հա, այդ երրորդ ուժերի տեղակայում, չգիտեմ, հայցերի հետ քաշում, ընդհանրական մյուս կետերը կարող են մեր ժողովրդին գոնե ասել, որ նախ եւս մեկ անգամ փաստենք, որ չկա այնտեղ մի բան, որ վերաբերում է միայն Հայաստանին, եւ եթե այդ զիջման տրամաբանությամբ են գնում, ապա Ադրբեջանի Հանրապետությունը 17 կետով էլ զիջել է։ Այսինքն այդ թվում զիջել է եւ այս երրորդ ուժեր չլինեն եւ հայցերի հետ քաշում։ Այն մյուս կետերի մասով կարող եք ընդհանրական թեկուզ ասել ինչին են վերաբերվում եւ արդյոք այդտեղ կա թեկուզ մի տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Գաբրելյան, բայց կարծում եմ այդտեղ քաղաքական բառարանի խնդիր էլ կա։ Որովհետև նայած, եթե ուզում ենք, ես նախորդ հարցից մեկինի պատասխան ասեցի։ Նայած ինչի հետ մենք համեմատ ենք, այսինքն որն է մեր չափանիշը։ Էլի ես վերադառնամ 2023 թվականի ապրիլին այստեղից ունեցած 23 կամ 24 թվականի ապրիլին այստեղից ունեցած, չէ, 24 թվականի ապրիլին, որտեղ ես խոսեցի իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի մասին։ Եթե հարցը դիտարկում ենք պատմական Հայաստանի տեսակետից, այո, կարող ենք ասել, որ դա զիջում է, կապիտուլյացիա է, ինչ անուն կարող ենք ասել, ասես ինչ ցանկացած անուն կարող ենք դրանուն ասել։ Բայց այն խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, այսինքն միջազգայինորեն Հայաստանի Հանրապետությանը որևէ բան չի զիջվել։ Ընդ որում ոչ թե խաղաղության պայմանագրի տեսակետից, այլև ընդհանրապես։ Ես ավելին եմ ուզում ասել, ընդհանրապես մենք մեր հարց չենք տալիս, թե Ղարաբաղի հարցը ինչի չի լուծվել։ Ես ես կարող եմ ասել այդ թվում ինչի չի լուծվել, որովհետև 2018 թվականից 2018 թվականի դրությամբ, ապրիլի դրությամբ սեղանին ա եղել բանակցային մի բովանդակություն, որը Ղարաբաղի հարցի մասին մեր ունեցած պատկերացման հետ համեմատ, որը արտահայտվել է ամենատարբեր ուղերձներում, այդ թվում իմ ելույթներում, հայտարարություններում, այդ իրադրությունից դուրս գալու համար, այդ իրադրություն լուծելու համար, մենք պիտի զիջեինք, հետո էլի 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 պիտի զիջեինք։ Որևէ գործողություն, տեսեք օրինակ բանը, Սերժ Սարգսյանը առաջինն էր, չէ, որ բանից 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ եւ ասեց կապիտուլյացիա։ Ուրեմն այն բանակցային բովանդակությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից որևէ գործողություն, որևէ հնարավոր գործողություն, տեսեք ինչ եմ ասում, չկար որևէ մի հնարավոր գործողություն, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լինել ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Որևէ գործողություն։ Եթե կար, թող այդ գործողությունը աներ, ոչ թե գար էս ամբյոնից բան աներ, պատերազմ անոնց աներ։ Այսինքն թիվ մեկ կապիտուլյանտը, որ բերել է պրոցեսը հասցրել է միտեղ, որտեղից ուրիշ ելք բացի այն ինչ որ ինքը անվանում է կապիտուլյացիա չկա, իրանց գործը ինչ է։ Իրանց 2020 թվականի նոյեմբերի եւ դրանից առաջ էլ ամբողջ գործը ինչ է։ Որ իրենց կառուցած, այն ինչ որ իրանց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների կոնկրետ իմ վզին։
Բայց դրա համար եմ այդ մարդկանց ասում եմ լսեք եկեք գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ Իրեք հատ մտքի տիտանը ասում են ես այսօր գործ ունեմ, ես այսօր բան, այն մեկն ասում է, մեկ բոլորը ասում են բան, բոլորն ասում են մենք իր հետ բանավիճելու բան չունենք։ Հետո իրանց երեխեքին, թորներին, ծորներին, խնամիներին, բանին, հարսներին, բաջանաղներին ղրգում են ասուլիսներ տալու, գնացեք, արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղները, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է, հերիքան ներվերներիս հետ խաղակ։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Եվ գիտեն իրանք դա։ Եվ դրա համար էլ չեն գալի, այսա վաղը, այս պայծ սկսած, երեխեքը, թորները, ծորները, հարսները, բաջանաղները, աներձակները, քենիները սկսվելու է, ասում եմ, կամ վեր եք ընկնում, ձեններդ կտրում եք, այդ թեմայով չեք խոսում, կամ էլ գնում ենք ուղիղ եթերում բանավիճելու, ուրիշ տարբերակ չկա, սրանից հետո խոսակցությունը լինելու ասենց, հենց այս իրանց այդ բաներից, բանի շեստորկեքից մեկը ձեն հանեց, ասելու եմ ձեններդ կտրեք, գնացեք ձեր քաղաքական լիդերներին ասեք, բան ունեն ասելու, թողան խոսալու, գնում ենք ուղիղ եթերում խոսում ենք։ Հերիքան ինչքան կարելի է մարդկանց բան անել, սղոցել ուղակի։ Ընդ որում պրոբլեմը մեզ չեն սղոցում, սա մեզ համար բացարձակապես ձեռնտու խոսակցություն է։ Սղոցում են մարդկանց, սղոցում են հանրության նյարդերը։ Էս է խնդիրը, ասում եմ, սա մեզ համար քաղաքական ամենակոմֆորտ միջավայրն է։ Ասենք քաղաքական լիդերներ եւ քաղաքական ուժեր, որ ընդհանրապես բան չունեն ասելու, որևէ քաղաքական շանսից զուրկ է, ասենք միլիարդ էլ ծախսեն իրանց, ասենք գիտությունը չի կարա, էլի կարա ԴՆԹ անալիզ անի, բայց դինոզավրին չի կարա կենթանություն հաղորդի։ Ասենք սրանից ավելի լավ քաղաքական միջավայր մեզ համար չկա, բայց իմ պրոբլեմն է նա, որ մարդկանց ժողովրդի ներվերի հետ են անդադ սղոցում։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, հարգելի քաղաքացիներ, լրագրողներ, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է ազգային ժողով եւ հրապարակված է ազգային ժողովի պաշտոնական կայքում։ Քրեական վարույթի համաձայն հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հոր Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին 200-ից 300,000 դոլար գումարի դիմաց, օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, վերջինների կողմից իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Ստացված տվյալների համաձայն օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աշոտիկ Կամավոսյանը եւ Սլավիկ Պողոսյանը նույն օրը մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Սլավիկ Պողոսյանը հանդիպում եւ քննարկում է ունեցել օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ, ով ընդունել է վերոնշյալ առաջարկը։ Քրեական վարույթով ստացված փաստական տվյալների հաշվառմամբ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ներկայացրել է առևույթ հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա 23 թվականի դեկտեմբերի 7-ին հակակոռուպցիոն կոմիտեում քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 439 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46 439 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 437 հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
2024 թվականի նոյեմբերի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթն իրականացնող քննիչի հաղորդումը, որով փաստվել է, որ քրեական վարույթի ընթացքում իրականացված թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արամ անունով քաղաքացին 2024 թվականի հունվարի 20-ին դիմել է Հայկ Նազարյանին հայտնելով, որ 2021 թվականին մաս ընդհանուր $23,000 եւ $300,000 դրամ է տվել պաշտոնատար անձ հանդիսացող Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցչին իր օգտին գործողություններ կատարելու։ Այն է, իրավասու պետական մարմինների կողմից վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, իսկ մյուս մասի վրա պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչի օգնությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Հաղորդման հիման վրա նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 436 հոդվածի առաջին մասով։ 2024 թվականի դեկտեմբերի 7-ին երկու վարույթները միացվել են։ Քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել են, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցել հանրային քրեական հետապնդում։ Ոստի քրեական դատավարության օրենսգրքի 38 հոդվածի առաջին մասի 14-րդ կետի պահպանմամբ 2025 թվականի մարտի 7-ին հսկող դատախազի կողմից ներկայացվել է առաջարկություն քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ հանդես գալու։ Ներկայացնեմ որոշակի տվյալներ քրեական վարույթից, ապացույցները թվարկված են ձեզ ներկայացված միջնորդագրի մեջ, կանդրադառնանք արդեն հարց ու պատասխանի շրջանակներում։ Այսպես ապօրինի վարձատրության դիմաց պաշտոնատար անձի նկատմամբ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու դրվագով պարզվել է, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Արմավիրի մարզի հաշվառման քննական բաժնի ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հորը ներողություն Աշոտիկ Կամավոսյանին ծանոթացրել է իր ընկեր Սլավիկ Պողոսյանի հետ, նրա մտերիմ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի օգնությամբ գործող իրավակարգավորումների, կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ եւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 21 թվականի հունվարի 26-ի հրամանով նախատեսված կարգերի շրջանցմամբ առանց համապատասխան փաստաթղթերի եւ առանց կենդանիներին կարանտինացնելու 150-ից 200,000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը գումարի դիմաց կազմակերպելու համար։ Այդ նպատակով Աշոտիկ Կամավոսյանը 23 թվականի օգոստոսի 8-ին Սլավիկ Պողոսյանի հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ Սևան քաղաք Հովիկ Աղազարյանին հանդիպելու նպատակով։ Աղազարյանի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանը Աշոտիկ Կամավոսյանի անունից առաջարկել է $200-ից $300,000, 150-ից 200,000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու համար։ Իր հերթին Աղազարյանը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ եւ գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ։ Հաջորդ օրը 2023 թվականի օգոստոսի 9-ին Հովիկ Աղազարյանը զանգահարել է Սլավիկ Պողոսյանին եւ առաջարկել հանդիպել ազգային ժողովի վարչական շենքի մոտ։ Համաձայնելով առաջարկին Սլավիկ Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է Հովիկ Աղազարյանին, որի ընթացքում Աղազարյանը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել թե ում հետ, որից հետո գործընթացը սկսելու համար պահանջել է $100,000, նշելով, որ գումարի մյուս մասը 100,000-ը կպահանջի հետագայում գործարքի մեկնարկից հետո։ Ընդ որում Աղազարյանը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակի կենդանիներ։ Հովիկ Աղազարյանի առաջարկը Սլավիկ Պողոսյանը փոխանցել է Աշոտիկ Կամավոսյանին, ով համաձայնվել է առաջարկված պայմաններին։ Հաջորդ օրը 23 թվականի օգոստոսի 10-ին պայմանավորվածության համաձայն Սլավիկ Պողոսյանը եւ Աշոտիկ Կամավոսյանը ազգային ժողովի վարչական շենքի մոտ հանդիպել են Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել են հավաքել $20,000, ուստի առաջարկել է այն փոխանցել Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբականակի արտահանման ժամանակ։ Աղազարյանը սակայն առաջարկից հրաժարվել է, վրդովել եւ նշել, որ դա իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը չէ։ Իսկ ինքն արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ եւ հրաժարվել է $20,000 գումարը վերցնել։
Այսպիսով պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով ազգային ժողովի падգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը։ Ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն։ Երկրորդ վարույթով, որի մասին նշեցի եւ ստացվել էր քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունից, հետեւյալի մասին է։ Էկոսիթի ընկերության հիմնադիր նախագահ Արամ Մկրտչյանը ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Աղազարյանին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասի Էստոնական փողոցի 8 հասցեում գտնվող Հենրի Մորգենթաուի անվան թիվ 136 հիմնական դպրոց ՊՕԱԿ-ի վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու եւ այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցին նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը պետության կողմից Էկոսիթի ընկերությանը անհատույց տրամադրելու եւ դրա վրա բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Արամ Մկրտչյանը 2021 թվականին մաս ընդհանուր $23,000 եւ $300,000 դրամ է տվել ազգային ժողովի падգամավոր Հովիկ Աղազարյանին։ Ստանալով գումարը Աղազարյանը ձեռնամուխ է եղել նշված գործընթացի կազմակերպմանը։ Այդ նպատակով Աղազարյանը 23 թվականի հունիսի 7-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է Էկոսիթի ընկերության հիմնադիր նախագահ Արամ Մկրտչյանի կողմից իրեն ներկայացված առաջարկը, ինչին ի պատասխան գրությամբ ներկայացվել են դպրոցի շենքի տեխնիկական վիճակի եզրակացության բազմաբնակարան բնակելի շենքի եւ նոր դպրոցի կառուցման էսքիզային նախագծի վերաբերյալ գերատեսչության դիտարկումները։ Չնայած խոստմանը, Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու պետական մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու գործընթացը։ Միաժամանակ չի վերադարձել Արամ Մկրտչյանի կողմից տրված գումարը։ Դրանից հետո Արամ Մկրտչյանը իր քրոջ ընկերուհու միջոցով ծանոթացել է Հայկ Նազարյանի հետ եւ նրան խնդրել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովիկ Աղազարյանը վերադարձնի նշված գումարը։ Անարդյունք։ Հովիկ Աղազարյանը լինելով ազգային ժողովի падգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողով կանոնակարգ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետի համաձայն, իրավունք ունենալով հարցումներով եւ առաջարկներով դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը բավարարության տեսանկյունից, պետք է արձանագրել, որ առկա են փաստեր ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Ուստի, հիմք ընդունելով ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով Սահմանադրության 96-րդ հոդվածով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով միջնորդում է տալ համաձայնություն ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նշեմ նաև, որ մյուս անձանց վերաբերյալ քրեական վարույթի մասը անջատվել է արդեն եւ ազգային ժողովի նիստից հետո վարույթն ամբողջությամբ կուղարկվի դատարան։ Շնորհակալություն, այսքանը։